Պանելային քննարկմանը մասնակցելու համար հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, պանելային քննարկումը կվարի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Համաժողովի և պանելային քննարկման շատ սիրելի մասնակիցներ, այսօրվա պանելային քննարկման թեման բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի այսօրվա ելույթից առանձնացված հետևյալ ֆունդամենտալ մտքից, այն է Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսության զարգացումն է։ Ես կարծում եմ բոլորս կհամաձայնվենք, որ պետական մարմինների գերական նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կենսունակությունն ու հարատևությունը, ներառյալ նրա ինքնիշխանության ամրապնդումը, քաղաքացիների անվտանգության, ազատությունների և բարեկեցության երաշխավորումը։ Կցանկանայի այսօր քննարկվող բոլոր հարցերին նաև այս դետանկյունից նայեինք։ Պանելային քննարկման հարգելի մասնակիցներ, մինչև բուն հարցերին անդրադառնալը խնդրում եմ պայմանավորվենք հետևյալի շուրջ։ Ամեն հարցի պատասխանի համար փորձենք տրամադրել առավելագույնը 5 րոպե։ Մեծարգո նախագահ, առաջին հարցը ձեզ եմ ցանկանում ուղղել։ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի մակրո նպատակը Հայաստանի Հանրապետության հարատևությունն ապահովելն է։ Պարոն նախագահ, հաշվի առնելով վարչապետի այս դիտարկումը, ինչպիսին պետք է լինի պետության դերը տնտեսության մեջ այն պարագայում, երբ տնտեսական քաղաքականության վերջնական նպատակը հենց պետության հարատևությունն է։ Ինչպես կարող է պետական կառավարման համակարգը վերաճել այնպիսի ինստիտուցիոնալ միջավայրի, որը միաժամանակ ապահովում է շուկայի ազատություն, բայց նաև արդարություն, արդյունավետ վերահսկողություն ու սոցիալական համերաշխություն։ Ինչպես է հնարավոր այդ հավասարակշռությունն իրավամբ ձևավորել առանց խաթարելու մրցակցությունն ու արդյունավետությունը։ Եվ առհասարակ, ինչպիսի դեր ունի պետությունը տնտեսության մեջ, ինչպես պետական կառավարման համակարգը կարող է նպաստել տնտեսական կայունությանն ու աճին։ Շնորհակալություն։ Մի ամբողջ տարվա ակադեմիական ժամանակ, դասախոսական ժամանակի հարցեր են, որովհետև իրականում այս հարցերին պատասխանել 5 րոպեում դժվար է, բայց ես կփորձեմ։ Ասեմ ձեզ, որ այն հարցադրումները, որ կատարեց վարչապետը իր ելույթում, եւ այն հարցադրումները, որ բարբերաբար կատարվում է վերջին ժամանակներս հատկապես պետության հետ կապված, ամենակարևորը ընկալել հասկանալ ինչ է նշանակում պետություն։ Նաև հենց տեսական առումով հասկանալ ինչ է նշանակում պետություն, որովհետև մենք այդ ընկալումը առօրյա կյանքում չենք ունենում, զբաղվում ենք մեր աշխատանքով, բայց դրա վերաբերյալ գրված են հարյուրավոր, հազարավոր աշխատություններ, տեսական վեճեր, մինչև հիմա այդ վեճերը շարունակում են ի պատասխան ձեր հարցի, որտեղ պետք է լինի պետությունը։ Այսօր աշխարհում ամենաշատ քննարկվող հարցերից է։ Եվ ինչքանով արդյունավետ կլինի պետության մասնակցությունը մեր հասարակական կյանքում, կախված է նրանից, թե պետությունը ինչ պարտականություններ է ստանձնում եւ ինչքանով է ինքը այդ պարտականությունները պատրաստ կատարելու։ Մի խնդիր կա, որի պատասխանը մինչև հիմա չեն գտնել եւ չգտնել են մարդկությունը, որովհետեւ այդ խնդրի պատասխանի մեջ մի կարևոր հանգամանք կա։ Ինչքանով է հասարակությունը ինքը պատրաստ աջակցել պետությանը։ Ինչի մասին վարչապետի ելույթում կար։ Ինչքանով ենք մենք պատրաստ այն լիազորությունները, որը մենք պետությանն ենք լիազորում, այդ լիազորությունների շրջանակում մենք ինքներս մեր պարտականությունները կատարենք։ Սովորաբար մարդկային հոգեբանության մեջ միշտ պարտավորությունները ուրիշի վրա բարթելը, պատասխանատվությունից խուսափելը շատ նորմալ է։ Եվ երբ որ նայում ենք պետության գործունեության եւ
գործառույթների մասին եւ տեսնում ենք, որ պետությունը ինչով է զբաղվում, դա պայմանավորված չի նրանով, որ պետությունն այդպես ցանկացել։ Շատ դեպքերում այդ գործառույթները պարզապես կատարող չի եղել։ Եվ պետությունը ստիպված է եղել այդ ամեն ինչի մասին ինքը ուղղակի վերցնել իր վրա, որովհետեւ այլ կերպ պետությունը չէր կարող գոյատևել։ Եվ այս առումով ինչ եմ ես խորանում նաև տեսական քննարկումների մեջ, ես ինքս երկար ժամանակ իմ մասնագիտական տնտեսագիտական ուսումնասիրությունները երևի 90%-ը կամ ավելի հենց նվիրել եմ դրան պետության դերին։ Ինչա պետությունը, ինչ պետք է անի պետությունը։ Եվ այս առումով ինձ համար դասական այսպես ձևակերպում է, որը դեռևս 18-րդ դարի կեսին արել է հայտնի ֆրանսիական փիլիսոփա, ազգային ժողովի պատգամավոր, գիտնական Բաստիան։ Ուղղակի ես ընթերցեմ։ Այն ինչ գիտենք մենք այսօր պետության մասին, այն ինչ որ տարօրինակ անձնավորություն է, ով բոլորից ավելի շատ է աշխարհում զբաղված, բոլորից շատ է անհանգստանում, բոլորից շատ է թաղված գործերի մեջ, որի հետ ամենաշատն են խորհրդակցում, որին բոլորից շատ է մեղադրում, որին բոլորից ավելի հաճախ են դիմում եւ օգնություն կանչում։ Սա պետությունն է, որը պետության ձևակերպումը, որի հետ մենք առնչվում ենք եւ պետք է կարողանանք իհարկե որոշել ամենակարևորը, այս առողջությունների մեջ պետք է կարողանանք որոշել այն սահմանը, որ պետությունը պետք է նպաստի տնտեսության աճին, այսինքն ինքը ինչքանով պետք է ներկայացված լինի տնտեսության մեջ։ Այն բարեփոխումները, որ այսօր կատարվում են Հայաստանի Հանրապետությունում, միտված են դրան եւ այդ բարեփոխումների արդյունքում մենք եկել ենք մի հանգրվանի, որտեղ որ պետք է կարողանանք որոշել, երբ որ քննարկում ենք հարկային քաղաքականության ապագա ինչքանով պետք է այդ հարկային քաղաքականության մեջ պետությունը առաջնահերթություն համարի բիզնեսի ակտիվությանը կամ մրցունակության բարձրացմանը։ Ինչքանով այդ հարկային քաղաքականության մեջ պետությունը պետք է իր պարտավորությունների դիտարկի ամբողջապես, թե այդ պարտավորությունները, որ մենք այսօր ստանձնել ենք, նա պետք է մասնավորին փոխանցի կամ պատվիրակի ավելի ճիշտ, որովհետև ժամանակի ընթացքում երբ որ նայում եք նաև պետության զարգացումը վերջին 200 տարվա մեջ, պետությունը շատ ավելի պարտավորություններ է ստիպված ստանձնել։ Մենք այդ իրավիճակում հանդիպել ենք, օրինակ COVID-ի ժամանակ։ Այն քայլերը, որ անում են պետությունները կամ աշխարհում շատերը, ընդհանրապես տնտեսագիտության որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվել։ Բայց հանուն դրա, որ պետք է մարդկային անվտանգություն, առողջապահական անվտանգություն ապահովեին, երկրները գնացին դրան։ Տնտեսությունները փակեցին, մարդկանց առանց երկրներ կային, որ սկսեցին վճարել գումարներ, որ մի եկեք աշխատանքի, մնացեք, բայց COVID-ից հետո պարզվեց, որ այդ երկրները մինչ հիմա խնդիրների մեջ են թաղված։ Այդ պայն խնդիրեր, որ լուծում էին։ Հիմա մի ուրիշ խնդիր ենք բոլորս, ամբողջ աշխարհս այդ խնդիրների մեջ թաղված եւ անընդհատ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում կլիմայի հետ կապված խնդիրը։ Նախկինում այդպիսի խնդիր չի եղել։ 100 տարի առաջ, նույնիսկ 50 տարի առաջ, առավել եւս 200 տարի առաջ այդ խնդիրները օրակարգում չեն եղել։ Եվ պետությունները դրանով զբաղված չեն զբաղվել։ Հիմա մենք ստիպված ենք զբաղվել։ Մեր գործողությունները այսօր կարծում եմ պետք է միտված լինեն նաեւ ապագային։ Այսինքն մենք պետք է կարողանանք միաժամանակ եւ զարգանալ եւ բարեկեցիկ կյանք ապահովել եւ միաժամանակ վնաս չտալ մեր շրջակա միջավայրին, միաժամանակ մտածելով, որ սա վերջը չի, այլ 50, 100 եւ 500 տարի հետո մենք գոյատևելու ենք, հարատևելու ենք եւ այս տրամաբանության մեջ մեր քայլերը պետք է կարողանանք ձևակերպել, կանխատեսել։ Ես վստահ եմ, որ առաջիկա 5 տարիների նախատեսվող տեսլականը այս սկզբունքների, գոնե այս սկզբունքները հաշվի կառնի, որովհետև հակառակ դեպքում մենք կարող ենք ունենալ այսպես կոչված ուժեղ պետություն։ Հիմա կան շատ երկրներ, որ այդպես էլ կոչվում են, բայց այս ճակերտավոր ուժեղ են, որոնք կենտրոնացված կառավարում ունեն, որտեղ ըստ էության պետությունը իր վրա ահռելի բեռ է վերցրել իր քաղաքացիների տարբեր սոցիալական խնդիրներ լուծելու առումով, բայց դա ուժեղ պետություն չի։ Ինքը թույլ պետություն է։ Ավելի կարևոր ավելի ճիշտ կլիներ փոքր պետություն եւ այդ փոքր պետություն լինելով իր պարտավորությունները հստակ կատարել եւ այդտեղ ակտիվ մասնակցություն ապահովել հասարակության, քաղաքացիների եւ բիզնեսի, բայց չներկայանալ որպես ուժեղ պետություն։
Եվ այսօր ուժեղությունն ու թույլությունը չի ձևակերպում հենց դրանով, թե դուք ինչքանով եք կարողանում ձեր արժև այսպես հասարակության կողմից պետության արժև դրված խնդիրները լուծելու։ Ավելի կարևոր է թե ինչքանով ենք մենք արդյունավետ։ Ես ուզում եմ ավարտել հետևյալով։ Ես երկարաժամկետ դիտարկումներ եմ անում տարբեր միջազգային ինդեքսների կամ համաթվերի, որտեղ շատ 2-3 կան, որոնք հստակ մեսիջներ են ամեն մի երկրի համար։ Հայաստանի Հանրապետության համար, այսպես տնտեսական ազատության համաթիվ, որը երկու կազմակերպություն են հաշվարկում, Fraser եւ Heritage, համաշխարհային բանկի կողմից կառավարման արդյունավետության ինդեքս եւ իհարկե Transparency International։ Երբ որ այս համաթվերի մեջ նայում ենք Հայաստանի Հանրապետության հիմնախնդիրներից որն են, երկու խնդիր։ Տեսեք, օրենքի գեյականություն կամ արդարադատություն կամ արդարություն, մեր ամենավատ ցուցանիշները այդտեղ են, եւ երկրորդը պետական ինստիտուտների արդյունավետություն։ Այս երկու ցուցանիշներն են։ Մնացած տեղերը, որտեղ խոսքը վերաբերում է ֆինանսական կայունություն, տնտեսական ազատություն, արտաքին առևտուր, նայած որ համաթիվը իշ չափանիշներից ելնում։ Մենք լզգալի առաջընթաց ունենք։ Օրինակ Fraser-ի տնտեսական ազատության համաթվով մենք հիմա զբաղեցնում ենք 39-րդ տեղը, ազատ տնտեսության երկրների շարքում ենք, որ այդ համաթիվը հաշվում է Հայաստանի համար 2005 թվականից։ Մենք մինչ 23 թվականի թվերն է մենք չենք ունեցել այդպիսի ցուցանիշ։ Ինձ համար մի քիչ զարմանալի էր, որովհետև այդ ցուցանիշի հաշվարկման մեջ հատկապես կարևոր էր պետության մասնակցությունը տնտեսական հարցերում։ Ես կարծում եմ, որ մենք այդտեղ որոշակի խնդիրներ կունենանք, բայց պարզվեց չէ։ Այսինքն ես ուզում եմ ասել, մեր հարցերի պատասխանները մենք կարող ենք գտնել նաև տարբեր միջազգային այդ համաթվերի մեջ։ Եվ մեր աներիքները որոշելուց դրանք ընդունենք որպես մեծ ուղղորդող։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն նախագահ, կարևոր դիտարկումների համար։ Պարոն Գրիգորյան, հաջորդ հարցը ուզում եմ ուղղել ձեզ։ Վարչապետը իր ելույթում նշեց, որ մեր նպատակն է, որ մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես այդպիսին շարունակաբար գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 150 տարի, 500 տարի, 1000 տարի եւ դրանից անդին։ Այս գերնպատակից իհարկե ածանցվում են բազմաթիվ փաստաթղթեր, հաճախ 5 տարվա, 10 երբեմն 10 տարվա համար գրվող ռազմավարական հայեցակարգային փաստաթղթեր, արտացոլելով այն ամենը, ինչ պետք է արվի կարճաժամկետում, որպեսզի ենթադրաբար նաև երկարաժամկետում հասնենք մեր այդ մեծ նպատակի իրականացմանը։ Այս համատեքստում հարցս հետևյալն է. հանրային կառավարման ինչ բարեփոխումներ են սպասվում, մասնավորապես վերջերս կառավարությունը ընդունեց որոշում, որ իր բոլոր ռազմավարությունները միավորում է 6 տարբեր ռազմավարությունների մեջ, եւ որն է դրա նպատակը, եւ առհասարակ ըստ ձեզ ինչպես է պետական կառավարման որակը նպաստում տնտեսական զարգացմանն ու հանրային բարեկեցության բարելավմանը։ Եվ եթե կարելի է մեկ հարցել թվայնացման հետ կապված ավելացնեմ, պարոն Գրիգորյան, կառավարությունը հետևողականորեն գնում է նաև պետության կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման ուղղությամբ, որն է նպատակը, վերջն արդյունքը եւ ինչ է դրա արդյունքում ստանալու պետությունը, տնտեսությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Պապոյան։ Ինչ խոսք այսօրվա ելույթում ֆունդամենտալները այդ հարցերի վարչապետը բացահայտեց, ես կփորձեմ մի շերտել բացել, փորձել բացատրել, թե ոնց որն է մեր տեսլականը այդ հարցերի հետ կապված։ Ես դահլիճում շատերը մասնակցել են այդ դեբատներին եւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար։ Եվ կարծում եմ ունենք մի քանի կոնսենսուս եւ թվայնացման հետ կապված եւ ռազմավարական փաստաթղթերի ռազմավարությունների հետ կապված, որոնք կփորձեմ արագ բացահայտել։ Խնդիր համար 1, որ այնուամենայնիվ ռազմավարությունների համակարգը, ռազմավարական փաստաթղթերի համակարգը պիտի տրամաբանորեն ծածկույթ ապահովի, որ ըստ էության, որպեսզի
փոխադարձ իրականացման արդյունքում մենք ունենանք վերջնարդյունք, որովհետև մինչ օրս մենք ռազմավարությունների հետ կապված ինչ խնդիրներ ենք արձանագրել, թեկուզ մի ոլորտային ռազմավարություն, երբ որ իմպլեմենտացման ընթացքով առաջագնում երկրորդը հետևից չի հասցնում, օրինակ կրթությունը ամենաակնհայտ օրինակը, որ այսօր քննարկվեց, ապա թիրախին չենք հասնում ուղղակի չենք հասնում եւ շատ հեշտ է բացատրել, թե ինչի դա տեղի չունեցավ, որովհետեւ կա հարակից մի ուղղություն, որի տեմպը բավարար չի կամ սինխրոն չի եւ մենք ունենք հետեւյալ կոնսենսուսը մոտեցումների հետ կապված ռազմավարությունները մենք պիտի դուրս գանք տրադիցիոն տեքստերի համակարգից եւ գնանք ցուցիչների, բանաձևերի եւ հստակ նկարագրված նպատակների դրամաբանության բովանդակության դեպի։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ գիտեք, մյուս խնդիրը, որ մենք մինչ օրս արձանագրել ենք, դա մենք քննարկում ենք ռազմավարությունը, քննարկում ենք, հաստատում ենք, ընկալում ենք, հասկանում ենք, բայց հանրությունը ինչ-որ պահի չի զգում այդ ինչա եւ չի զգում սեփականության իրավունքը տվյալ ռազմավարության նկատմամբ, դա մեծ խնդիր է, որովհետեւ ի վերջո այո, ռազմավարության իմպլեմենտատորը թիվ 1 իմպլեմենտատորը պետք է լինի պետությունը, բայց եթե տնտեսությունը այդ իմպլեմենտացիային եւ մարդը այդ իմպլեմենտացիային չի մասնակցում, կարծում եմ պրոցեսները լիարժեք չեն լինի եւ այդ իմաստով մենք պիտի նախաձեռնենք մի գործընթաց, որպեսզի ներառականությունը ապահովենք։ Պարզություն ասելով ես նկատի չունեմ, որ ինքը պիտի լինի պրիմիտիվ կամ անորակ, ինքը պիտի լինի այնքան որակով, որ ունենա բացարձակ պարզություն։ Եվ դա այդ պարագայում տնտեսությունը կունենա սեփականության իրավունք դրա նկատմամբ, ինչը նշանակում է, որ կանցնի երկարատև պլանավորման եւ ապագային միտված ներդրումների գործելակերպի, իսկ դա շատ կարեւոր է, որովհետեւ երբ որ տնտեսությունը ռազմավարական նպատակները հեռակա չի դնում, ինքը դառնում է սպեկուլյատիվ եկամուտի տնտեսություն։ Որպես կանոն սպեկուլյատիվ եկամտի տնտեսությունը արժեքներ գեներացնելու փոխարեն, մնայուն արժեքներ գեներացնելու փոխարեն ավելի շատ գեներացնում է եկամուտներ, որոնք շատ շարժունակ են եւ չեն կապիտալիզացվում եւ այդ խնդիրը մենք բազմաթիվ անգամ քննարկել ենք, մենք պիտի նաեւ արձանագրենք, առերեսվենք այն խնդրի հետ, որ ցավոք սրտի մասնավոր կապիտալը մեր երկրում լիարժեք գնահատված չէ կամ գնահատված չէ հրապարակայինորեն եւ այդ իմաստով իհարկե դա ռազմավարական խնդիր է, որի մասին պիտի անընդհատ մտածենք եւ լուծումներ գտնենք։ Ինչ վերաբերում է թվայինացմանը, այստեղ նույնպես վստահ եմ, որ ունենք կոնսենսուս հետեւյալի մասին։ Չկա գործառույթ վարչարարություն կարգավորում, որը պիտի դառնա իմպերատիվ եւ թվայինացման ենթակա չլինի, ինչու։ Որովհետեւ նախ չթվայինացվող կարգավորումը պետության, այսինքն կարգավորումը, որը հնարավոր չի թվայինացնել, որովհետեւ բովանդակությունը դա թույլ չի տալիս, դա խնդրեմ է։ Դա ծախս է։ Եվ ոչ միայն ծախս, այլ նաև թափանցիկության հետ կապված որոշակի պրոբլեմատիկ հարց, որը նաև սարքում է ոչ թափանցիկ տնտեսավարողին։ Մենք պիտի ամեն կերպ դա բացառենք։ Բայց դա իհարկե երկկողմանի շարժ է, որովհետև որպեսզի մենք այդ արդյունքի հասնենք, որպեսզի կարգավորումները, տեսչական գործառույթը եւ այլն լինեն, այսպես ասած, contactless, մենք պիտի երկուսով հավասար թվայինացվենք, սինխրոն թվայինացվենք, թե պետությունը, թե տնտեսությունը, եւ ես կարծում եմ դա կտա շատ լուրջ արդյունքներ եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը մի ահռելի ներուժ ունի
ինքնարժեք ծախսերը կրճատելու, ինքնարժեքի նվազեցնելու հատվածում։ Երևի այսքան է, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, հաջորդ հարցը ձեզ եմ ուզում հղել։ Պարոն Խաչատրյան, հայտնի է, այդտեղ գաղտնիք չկա, որ պետական մարմինների համար գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում մասնավոր հատվածի հետ մրցակցել լավագույն կադրերին, լավագույն աշխատողներին գրավելու, պահպանելու համար։ Ու որպես հիմնական պատճառներից մեկ, նաև վարչապետը իր խոսքում նշեց, դրանք աշխատավարձերն են, եւ նաև նշվեց, որ այս ամենի տուժողը ի վերջո քաղաքացին ու պետությունն է, քանի որ այդ դեպքում մենք կամ չենք կարողանում լավ որոշումներ ունենալ, կամ եթե ունենում ենք լավ որոշումներ, ապա հաճախ չենք կարողանում դրանք լավ իրականացնել։ Այլ կերպ ասած, պետական կառավարման համակարգի արդյունավետությունը կախված է արդիական ինստիտուտներից, արդիական գործառույթներից եւ դրանք սպասարկող լավագույն ու մրցունակ կադրերի առկայությունից։ Այս ամենից ելնելով, ինչ ենք անում մրցունակ կառավարման համակարգ ձևավորելու ուղղությամբ, որպեսզի այն կարողանա առավելագույնս սպասարկել Հայաստանի Հանրապետության պետական շահը, այն է տնտեսության զարգացումը, բայց մյուս կողմից հաղթահարի, ինչպես վարչապետը նշեց, քաղաքական շեյմինգը, որն առկա է հատկապես երիտասարդ ժողովրդավարություն ունեցող երկրներում, ինչպիսին մեր երկիրն է։ Համեստ։ Շնորհակալություն, պարոն Պապայան։ Արդիական ինստիտուտների ձևավորման կամ ինստիտուտների արդիականացման հարցի մասին ես մի քիչ ավելի լայն եմ ուզում պարզաբանել այն, ինչ որ մենք հիմա անում ենք, եւ դա չի սահմանափակվում միայն այն առանցքային հարցով, որը վարձատրության գրավչության կամ մրցունակության հարցն է, հետևյալ կերպ։ Ցանկացած ինստիտուտ ձևավորվում է նպատակի շուրջ։ Եվ առաջին կարևոր հարցը, որ մենք մեզ տալիս ենք այս փուլում, այն է, թե արդյոք հստակ է, թե որ նպատակի շուրջ է տվյալ ինստիտուտը այդ ժամանակահատվածում կենտրոնացնելու իր ժամանակը եւ աշխատանքը։ Որովհետեւ եթե մենք խոսում ենք մոտիվացիոն համակարգի մասին, նորից պետք է մտածենք այն հարցի շուրջ, որ մարդը մոտիվացված է աշխատում, եթե լավ գիտի, թե իրենից ինչ են սպասում։ Եթե մենք մեր գործընկերների առջև խնդիրները բավականաչափ հստակ չենք ձևակերպում, իրենք վերջում այդքան լավ չեն կարող պատկերացնել, թե արդյոք իրենք իրենց առջև դրված խնդիրը կամ այն խնդիրը, որի շրջանակում պետք է աշխատեին, կարողացել են լավ լուծել, թե ոչ։ Հետևաբար, այնինչ նաև պարոն վարչապետը նշեց իր խոսքում, մենք այս ամբողջ տարվա ընթացքում առաջնահերթ ենք համարել, որ յուրաքանչյուր պետական մարմին իր առջև ունենա առնվազն 3, որոշ դեպքերում գործընկերներն առաջարկած են եղել 4-5 կարևոր հարցեր, առաջնահերթություններ, որոնք կապված են այն նպատակի հետ, ինչի շուրջ այդ ինստիտուտը աշխատում է։ Հաջորդ հարցը բնականաբար այն է, թե ինչ եղանակով են այդ մարմինները, մեր գործընկերները մտադիր հասնել նպատակին։ Եվ դրանք այդ գործողություններն են, որոնք որ պետք է նկարագրված լինեն բավականաչափ հստակ, հանրային կառավարման համակարգի տեսանկյունից մենք դրան անվանում ենք ֆունկցիոնալ, օպտիմալ ֆունկցիոնալ կազմ, այսինքն այն, ինչ պետք է անել տվյալ նպատակին հասնելու համար, մենք պետք է առաջնահերթորեն բերենք առաջ, եւ ինչ անում ենք, բայց կարևոր չէ այդքան էլ կամ թվում է, որ ոչ այդքան կարևոր է, պետք է այդ հարցերը դնենք երկրորդ պլանում, որպեսզի մենք կարողանանք մեր ժամանակը եւ սահմանափակ ռեսուրսը օգտագործել առաջնահերթ խնդիրները լուծելու առաջ։ Առաջ է գալիս երրորդ հարցը, իսկ այդ արդյոք այն մարդիկ, ովքեր այդ խնդիրները լուծելուն ուղղված աշխատանք են տանում, ունեն բավականաչափ ռեսուրսներ կամ մոտիվացված են արդյոք այդ խնդիրները ճիշտ ժամանակին եւ որակով կազմակերպելու կամ լուծելու համար։ Այստեղ մի շեղում եմ ուզում անել եւ պատմել են մասին, թե մենք ինչ փաստեր արձանագրեցինք, երբ որ առաջարկությունը կամ համակարգը ձևավորելու տեսանկյունից ինչին առնչվեցինք այլ երկրների փորձը ուսումնասիրելու ժամանակ։ Վերջին
երկու տասնամյակների ընթացքում մեր զարգացած գործընկերները, ումից որ մենք սովորաբար կառավարման համակարգում որոշումներ կայացնելու օրինակներ ենք վերցնում, մի հետաքրքիր զարգացում են անցել։ Ընդ որում, երբ ես դրա մասին ծանոթացա, մտածեցի, որ իմ երկար տարիների աշխատանքը նաև պետական կառավարման համակարգում այդ մտածողության շրջանակներում է եղել։ 10-15 տարի առաջ, որպես կանոն, պետական համակարգերը գործում էին տնտեսության համար ընդհանրապես որակյալ կադրեր պատրաստելու համար։ Այսինքն մարդը, երբ որ գալիս է պետական համակարգ, մտածում էր, որ ոչինչ, որ այնտեղ պայմանները այնպեսին չեն, ինչպեսին կարող են լինել մասնավոր հատվածում, կաշխատի 3-5 տարի, իր կրթության ժամանակահատվածում ստացած գիտելիքները կամրապնդի փորձառությամբ, հետո ինչ-որ պահի կգնա մասնավոր հատված և այնտեղ ինքը իրեն հատուցված կզգա լիարժեք, որովհետև իր գիտելիքների և փորձառությանը կհանդիպի արդեն պատշաճ վարձատրության համակարգ։ Վերջին 10 տարիների ընթացքում Եվրոպական միության գրեթե բոլոր երկրներում պետական համակարգում կառավարման մարմիններում ներգրավված մարդկանց վարձատրությունը մոտ 10%-ով ավելի բարձր է, քան համարժեք աշխատանքի դիմաց վճարում է մասնավոր հատվածը։ Բայց սա միայն ցուցանիշ չէ։ Սրա տակ ընկած է պատմություն, որ այլևս բոլոր հասարակությունները գիտակցում և գնահատում են, որ պետական կառավարման մեջ ծառայություն մատուցող մարդիկ ավելի որակյալ լինեն միջինից և որ անհրաժեշտ է պետության կողմից մատուցվող ծառայությունները որակով ժողովրդին վերադարձնելու համար։ Սա այն է, որ այլևս պետական համակարգի իմաստը այս տեսանկյունից փոխվել է։ Հիմա այստեղ առաջ է գալիս երկու հարց իր հերթին։ Նախ, երբ որ մենք խոսում ենք պետական համակարգի մրցունակության մասին եւ այստեղ ներկաներից շատերը աշխատում են պետական համակարգում, ես խնդրում եմ այնպեսի տպավորություն չլինի, որ մենք մտածում ենք, որ երբ որ համակարգը բարեփոխված կլինի, մենք կգնանք եւ դրսից կբերենք այն լավագույն մասնագետներին, ովքեր այդ աշխատանքը պետք է ամենալավ ձևով անեն։ Սա դրա մասին չի, որովհետեւ մենք հաճախ պետական համակարգում ունենք նաեւ մյուս խնդիրը։ Մեր գործընկերները պետական համակարգում աշխատում են մինչով ինչ-որ մի աստիճանի, որովհետեւ դրանից հետո այլևս մոտիվացված չեն համարում իրենց շարունակելու աստիճանով հետագա շարժը, այլևս համարում են, որ իրենց փորձառությունը եւ գիտելիքները դրսում ավելի պահանջված են, քան ներսում, եթե այդպես ասենք։ Եվ մեր կարծիքով համակարգը պետք է լինի այնպիսին, որ բոլորի համար մշտապես մոտիվացիա ստեղծի անընդհատ կատարելագործվելու, կրթվելու, ինչպես պարոն վարչապետը նշեց արդեն մեր բոլոր բնակավարներում կրթությունը որպես ռազմավարություն կարևորելով եւ շարունակի իր ապագան տեսնել կառավարման համակարգում ծառայություններ մատուցելու մեջ։ Հիմա մեր ներկա աշխատանքը դրա շուրջ է։ Պարոն վարչապետն էլ հարցերից մեկին պատասխանելով նշեց, որ այն ինչ եզրակացության մենք կգանք, դա աշխատավարձերը բարձրացնելու մասին չէ, որովհետև վարձատրությունը միայն աշխատավարձը չէ։ Վարձատրությունը ունի տարբեր բաղադրիչներ եւ մենք փորձում ենք, ընդ որում ես այստեղ էլ եմ մի պարզաբանում ուզում բերել գործընկերների համար, քաղաքացիական ծառայության համակարգում աշխատող մեր գործընկերները գիտեն արդեն շատ տասնամյակներ կիրառության մեջ գտնվող մի պարգևավճարների համակարգ, որը գնահատման համակարգի վրա է կառուցված, այդ մեր քաղաքացիական ծառայության մեջ գտնվող մարդիկ դրան անվանում են Marbury համակարգի մեջ, այդ ինքնաշխատ եղանակով լրացվող կատարողականի արդյունքում ձևավորվող համակարգը, որը իրականում գնահատում չէ։ Մենք բազմաթիվ անգամներ ենք լսել դրա մասին, գնահատում չէ այն առումով, որ մարդիկ շատ հաճախ թողներեն նորից իմ գործընկերները, եթե ես գնահատականում մի քիչ ծայրահեղեմ, բայց ձևականորեն են լրացնում, այդ ձևականորեն լրացված գնահատականները գործնականում որևէ քննարկման չեն ենթարկվում եւ մարդիկ արդեն սովորել են, որ այն ինչ որ կոչվում է պարգևավճար իրենց լավ աշխատանքի դիմաց, սա մի աշխատավարձի բաղադրիչ է, որ ավելացվել է իրենց աշխատավարձին։ Հիմա մենք չենք ուզում նաեւ, որ այս համակարգի վերջում այնպեսի ընկալում լինի, կամ մեր արած աշխատանքի արդյունքում այն առաջարկության դիմաց, որը առաջիկա օրերին կառավարությունը կքննարկի եւ կհաստատի, որ դա դառնա մարդկանց ընկալման մեջ հերթական աշխատավարձային մի բաղադրիչ, բայց այլ անունով, եւ մենք ունենանք մի քանի ամիս հետո այն նույն իրավիճակը ունեցել ենք տարիներ շարունակ։
Այստեղ պետք է շատ հստակ լինի այն ընկալումը, որ սա աշխատանքի գնահատման արդյունքում եւ դրա չափման դիմաց տրվող խրախուսական հավելավճար է լինելու։ Ինչպես անել դա? Դա հեշտ է անել, թե չէ, պետք է ասեն, որ շատ դժվար է անել, որովհետեւ այդ խնդիրը ձևակերպել է իր հերթին, ընդ որում մի բան էլ ասեմ, նույնից արդեն հաշվի առնելով, որ մենք 1 տարի այդ աշխատանքով զբաղվում ենք, առնչվել ենք նաև հետևյալ հարցին։ Խնդիրները նույնիսկ մեկ հարթության մեջ չեն ձևակերպված։ Դժվար է տարբեր գերատեսչությունների դեպքում ձևակերպել համանման բարդության խնդիր։ Մի դեպքում դա ավելի բարդ աշխատանք է, մի դեպքում թվում է ավելի պարզ աշխատանք է, եւ այն մարդիկ, ովքեր ներգրաված են լինում ավելի բարդ աշխատանք կատարելու մեջ, պետք է վերջում իրենց էլի բարի համար ներողություն եմ խնդրում, պատժված չզգան, որ իրենք այդ բարդ խնդիրը վերցնելով չեն կարողացել ապահովել լավագույն արդյունքներ։ Բայց դա պետք է նշանակի, որ մենք մեր օրակարգը ձևավորելուց չենք վախենում բարդ խնդիրներ վերցնել եւ լուծել, բայց նաեւ շատ լավ տեսնում ենք այն մեխանիզմները, որով մենք պետք է կարողանանք արդյունքում չափելի եղանակով գնահատել։ Մենք կարողացել ենք մեզ տրված հանձնարարությունը ճիշտ ժամանակին եւ պաշարժ ձևով կատարել, թե չէ։ Եվ ամենավերջինը, որ ուզում եմ ասել, սա մի ճանապարհ է, պարոն Պապոյան, որ մենք պետք է անցնենք մտածելով, որ լավագույն լուծումները միանգամից գտած չենք լինելու։ Այսինքն չենք կարծում, որ բոլոր հարցերի պատասխանները միանգամից կտրվեն։ Եվ ավելի հավանական է, որ մեր առաջիկա ամիսների աշխատանքի ընթացքում մենք կտեսնենք նորանոր հարցեր, որոնք դեռևս պարզաբանված կամ կարգավորված չեն, եւ որոնք էլ մենք պետք է փորձենք ուղեկցող աշխատանքի եղանակով լսել, հասկանալ եւ կարգավորել։ Դրա արդյունքում ունենալ այնպիսի մի համակարգ, որտեղ մեր համակարգի ներսում մարդիկ անում են իրենց առավելագույնը, որ իրենց գիտելիքները եւ փորձառությունը ծառայեցնեն իրենց արժե դրված խնդիրը լուծելուն եւ այդպիսով իրենց ինստիտուտի արժե դրված խնդիրը լավ լուծելու համար, որն էլ հավաքական իմաստով մեր կառավարության ընդհանուր աշխատանքի գնահատականը պետք է դառնա։ Ես կարծում եմ մենք դեռ առիթ կունենանք այս հարցի մանրամասների մասին առաջիկայում շատ խոսելու եւ արդեն առանձին վերծված հարցերից յուրաքանչյուրը բարձրաբանելու համար սա առիթ էր, որ մենք ընդհանրական առումով խոսենք սրա մասին, բայց վստահաբար այն բոլոր մանրամասները, որոնք դեռևս արժևում պետք է քննարկվեն, կբացեն նոր շերտեր եւ նոր բարձրաբանումներ կդառնան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան կարևոր բարձրաբանումների համար։ Տիկին Գալյան, հաջորդ հարցը ուզում եմ ուղղել ձեզ։ Էլի հեծանիվ հաստատ օրինաց չենք լինի եւ ասենք, որ առանց իրավունքի, առանց արդարադատության, առանց վեճերի արդար եւ արագ լուծման մեխանիզմների տնտեսության զարգացման պոտենցիալը շատ սահմանափակ է։ Իրավական դաշտի լավարկման մասով ինչ է արվում ներկայումս, որպեսզի ունենանք ավելի բարենպաստ միջավայր, օրինակ բիզնեսը շատ է բողոքում վեճերի լուծման շատ երկար ժամկետներից, կամ որ այդ ընթացքում կազմակերպության գույքը կարող է կալանքի դրվել, ու մինչ հանգուցալուծումը լինի ընկերությունը բազմաթիվ խնդիրների առաջ կանգնի ընդհուպ սննկացում, որն էլ իր հերթին հաճախ ընդհուպ մինչև տարիներ ձգվող մի տևական գործընթաց է։ Կցանկանայի ներկայացնեիք ինչ է արվում այս ուղղություններով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Պապոյան։ Միջազգային փորձը գալիս է փաստելու, որ տնտեսության կայուն զարգացում, ներդրումային կայուն միջավայր ունեն այն երկրները, որտեղ այո կան վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմներ։ Ինչ է նշանակում արդյունավետ։ Արդյունավետ հասկացությունը ներառում է հետևյալ կատեգորիաները իմ կարծիքով՝ արագություն, թափանցիկություն, ինչպես դուք նշեցիք, պարոն Պապոյան, կանխատեսելիություն եւ ճկունություն։ Արագության ապահովման հետ կապված պետք է նշեմ, որ ցավոք սրտի դատական process-ները, ինչպես մեր, այնպես էլ մի շարք երկրներում տևում են շատ երկար, բայց մենք գնացել ենք այն ճանապարհով, որ պետք է սահմանենք հստակ ժամկետներ յուրաքանչյուր դատավարության համար եւ մոտ ապագայում մեր երկրում դատավարության բոլոր տեսակները կլինեն ժամկետային։ Կնախատեսվեն 6 ամսյա գործիքնության ժամկետներ քաղաքացիական եւ վարչական դատարանների համար եւ 1 տարվա ժամկետ քրեական գործերով դատարանների համար։ Իհարկե այս ժամկետները որոշ դեպքերում պատճառաբանված որոշմամբ կարող են երկարացվել, բայց այդ երկարացումները եւս կլինեն հստակ ժամկետներով։
Հաջորդ չափանիշին թափանցիկության անդրադառնալով պետք է նշեմ, որ այս ուղղությամբ մենք աշխատում ենք թվայնացնելով մեր բոլոր համակարգերը եւ այս պահին, եթե խոսում ենք դատավարություններից, ապա գործում են քաղաքացիական եւ վարչական դատավարությունների թվայնացված համակարգերը համապատասխան գործիքակազմով 2 ամիսների ընթացքում այլևս կունենանք սնանկության թվային համակարգը եւ արդեն պետք է աշխատենք քրեական դատավարության համակարգի գործարկման շուրջ։ Կանխատեսելիության հետ կապված պետք է նշեմ, որ ապագայում մենք պետք է ունենանք միատեսակ չափանիշների վրա հենված դատական պրակտիկա, իհարկե Վճռաբեկ դատարանը կանխորոշող դերակատարություն ունի այս հարցում եւ կարծում եմ պետք է զարգացնենք մենք այդ պրակտիկան եւ վերջին չափանիշին անդրադառնալով ճկունությանը պետք է նշեմ, որ փորձում ենք հնարավորինս ճկուն դարձնել դատավարական process-ները, սակայն այս առումով եւս որոշակի բարդություններ ունենք։ Միջազգային փորձը այս առումով եւս լավատեսական չէ, բայց ամեն դեպքում մենք չենք հանձնվում, սակայն պետք է նշեմ, որ ճկունության առումով գոյություն ունեն այլ գործիքներ, որոնք կոչվում են վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ, որոնք գալիս են փոխարինելու դատական գործիքներին, եւ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականից գործում է արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որը գործում է միջազգային գործիքակազմերի հիման վրա եւ ունի համապատասխան գործելակերպ հստակ մշակված եւ արդեն ունենք 300 արբիտրաժային գործեր, որոնց մի մասը միջազգային վեճեր են պարունակում եւ 150 հաշտարարական գործ։ Ինչ է պետք տնտեսավարողին կամ ներդրողին։ Կարծում եմ, որ տնտեսավարողները ցանկանում են, որ ոչ թե իրենց հնարավոր ոչ իրավաչափ գործողությունների նկատմամբ չլինի որևէ միջամտություն, այլ այդ միջամտությունը լինի արդար, իրավաչափ եւ համաչափ, եւ այս առումով կարիք ունենք կատարելագործելու մեր վարչարարական process-ները։ Ունենք մեկ նորարարական հավակնոտ նախագիծ, որը սահմանափակելու է ոչ իրավաչափ վարչարություն իրականացրած մարմինների բողոքարկման իրավունքը եւ մինչեւ 500,000 դրամ վեճերով մեր հարգարժան վարչական մարմինները այլևս հնարավորություն չեն ունենալու ներկայացնել վերաքննիչ բողոքներ։ Թվայնացման հետ կապված ցանկանում եմ եւս մեկ կարևոր նորությամբ կիսվել, այլևս մեկ ամիս հետո պետական ռեգիստրում բոլոր գրանցումները հնարավոր կլինի իրականացնել on-line, այսինքն կազմակերպաիրավական ցանկացած ձև ունեցող իրավաբանական անձի գրանցումը տեղի ունենալու թվային հարթակում, սա կարծում եմ եւս շատ մեծ քայլ է եւ կարևոր նորամուծություն գործարար կյանքի բարելավման ընթառաջ։ Իհարկե նաև շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք մեկ միասնական կորպորատիվ օրենսգիրք, որի շուրջ այս պահին աշխատում ենք, որպեսզի եւ մեր տնտեսավարողների եւ ներդրողների համար իրենց գործելակերպը լինի կանխատեսելի մեր պետությունում։ Իհարկե աշխատում ենք նաև սնանկության նոր օրենսգրքի շուրջ, որը թիրախավորելու է ավելի շատ առողջացման process-ները եւ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռելու մեր տնտեսավարողներին, որպեսզի նրանք ունենան ավելի լավ եւ երկարաժամկետ առողջացման ծրագրեր եւ մենք փորձում ենք կրկին լավացնել մեր երկրում վարչարարության որակը։ Այս առումով մշակում ենք մեթոդոլոգիական ուղեցույցներ, որպեսզի մեր վարչական մարմինները կարողանան վարչարություն իրականացնելիս յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրականացնել իրավաչափ եւ պատշաճ վարչարություն։ Ինչ վերաբերում է գույքերի արգելադրմանը, պարոն Պապոյան, սա իրականում խնդիր է, որ կա մեր պետությունում եւ պայմանավորված է process-ների երկար տևելով։ Մենք փորձելու ենք կրճատել հնարավորինս process-ները։ Մեկ օրինակ բերեմ, վերջերս Վրաստանում աշխատանքային այցով քննարկումների ընթացքում տեսանք, որ որոշ երկրներում, այդ թվում եւ հարևան պետությունում կա տարբերակված մոտեցում այն գործերի հետ կապված, որոնցով որ կալանքի տակ գտնվող անձինք կան։ Եվ մենք առաջ ենք շարժվելու այն ուղղությամբ, որ տարբերակված ժամկետներ նախատեսենք այն գործերի նախաքննության եւ քննության համար, որոնցով կա կալանքի տակ գտնվող ֆիզիկական անձ եւ կամ արգելանքի տակ գտնվող գույք։ Սա կարծում եմ, որ որոշակի առումով իրավիճակը
ավելի լավը կդարձնի։ Տիկին Գալյան, շնորհակալություն կարևոր բարձաբանումների համար։ Տիկին Անդրեասյան, վերջին այս տրամաբանությամբ վերջին հարցը ձեզ եմ ուղղելու։ Նորից պիտի վերադառնամ վարչապետի ելույթին, որտեղ այսպիսի հարցադրում հնչեց, ռետորական էր երևի հարցը, իհարկե նաև վերջում պատասխանն էլ տրվեց։ Ինչպես պետք է պետությունը ուժեղացնի մարդուն եւ ինչպես պետք է մարդը ուժեղացնի պետությանը։ Եվ պատասխանը հետեւյալն էր, դրա միակ հուսալի ճանապարհը կրթությունն է։ Կցանկանայի լսել ձեր կարծիքը կրթություն պետական մարմինների մատուցած ծառայությունների որակ կապի մասին։ Եվ մենք գիտենք, որ կառավարությունը այսօր իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզների կառուցում, վերակառուցում, ակադեմիական քաղաք նախագիծն է առաջ գնում, բազմաթիվ այլ բարեփոխումներ էլ է կանում, եւ ի վերջո սա ինչպես ու երբ է բերելու կրթության մեջ տեսանելի փոփոխության, որն էլ իր վերջո բերելու է մարդկային կապիտալի զարգացման, դա էլ բնականաբար ենթադրաբար պետք է բերի պետական մարմինների կայացրած ու իրականացրած որոշումների որակի բարձրացման, դա էլ իհարկե պետք է բերի տնտեսության զարգացման, ինչն էլ ի վերջո պետք է հանգեցնի մեր պետության հարատևության։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն Պապոյան, իրականում այստեղ հարց է, որի շուրջ կարող ենք ժամեր խոսել, բայց ես փորձեմ հնարավորինս համառոտ անդրադառնալ։ Նախ մի պարզ փաստ պիտի ընդունենք, որ չի կարող պետության հարատևություն լինել առանց կրթության, բարձրորակ եւ համընդհանուր հասանելի կրթության, բայց ոչ միայն։ Եվ այստեղ դուք խոսեցիք որակից, ես կուզեի նաեւ խոսել բովանդակությունից։ Մենք մեզնից ոմանք տեսել են, ոմանք լսել են, բայց այսօր մենք բոլորս տեսնում ենք այն կրթական համակարգի հետևանքները, որի առանցքում ամենևին էլ պետությունը չի եղել։ Եվ անկախ նրանից, թե մենք ինչ որակով այդ կրթությունը կիրականացնեինք, եթե այդ կրթության բովանդակությունը հակապետական է, ապա այստեղ չեմ կարծում, որ որակը պակաս կամ ավել բերելու էր մեր խնդիրների լուծմանը եւ առաջինը ինչին պիտի ուշադրություն դարձնենք դա կրթության բովանդակությունն է ինչի շուրջ ենք մենք կառուցում մեր մոտեցումները եւ տևական ժամանակ այո այդ մոտեցումները եղել են հաճախ նույնիսկ հակոտնյա պետությանը եւ այսօր կրթական բարեփոխումների մի շատ մեծ ծավալ ուղղված է կրթության բովանդակության փոփոխությանը դա շատ բարդ փոփոխություն է եւ այնպես չի որ մեկ օրում այդ փոփոխությունը կարող է տեսանելի լինել, բայց դա նաեւ մի փոփոխություն է, առանց որի մեր բոլոր մնացած ջանքերը չեն հասնելու տեղ։ Մենք կարող ենք կառուցել լավագույն դպրոցները եւ այդտեղ շարունակենք ունենալ այդ կասկածելի բովանդակությունը եւ սա նշանակում է, որ մեր անելիքները չեն կարող ավարտված համարել։ Իհարկե, այստեղ մեծ աշխատանք ունենք անելու բոլոր ուղղություններով եւ մեր այսօրվա բարեփոխումների օրակարգը բոլոր ուղղություններին միտված է եւ այստեղ արդեն բավական մանրամասն խոսվեց մեր ենթակառուցվածքային ու միջավայրային փոփոխություններից։ Ես պետք է հիշեցնեմ նաեւ մեր հանրակրթության չափորոշչի նախադպրոցական կրթության չափորոշչի, մասնագիտական կրթության եւ ուսուցման նոր օրենքի, ինչպես նաեւ բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքի մասին, որոնք ինստիտուցիոնալ փոփոխություններ են, միտված հենց այն բովանդակությանը, որի մասին քիչ առաջ խոսում էի, եւ իհարկե այստեղ մեր կարեւորագույն անելիքներից է նաեւ հենց ոլորտում մարդկային կարողությունների զարգացումը։ Գիտեք, որպեսզի մենք կարողանանք պատրաստել այն կադրերը, որոնք հետագայում կծառայեն պետության նպատակներին, պետք է հետ գնանք եւ տեսնենք իսկ ովքեր են այն մարդիկ, ովքեր պատրաստում են այդ կադրերին։ Եվ առնվազն մեծ աչքակապություն կլինի, եթե մենք այսպես պնդում անենք, որ այսօր բոլոր այն մարդիկ, ովքեր ներառված են կրթության գործում, սովորեցնելու բան ունեն։ Եվ այստեղ ես խոսում եմ նաև մեր բուհական դասախոսների մասին, որոնց մի մասը իմ խորին համոզմամբ կարիք ունի լուրջ կարողությունների զարգացման, մյուս մասն էլ թերևս այլ աշխատանքով զբաղվելու, ունենք նաև շատ լավ դասախոսներ իհարկե, բայց համակարգային խնդիրները պետք է առաջին հերթին ձևակերպվեն, որպեսզի հետո դրանց լուծումների ճանապարհով գնանք, եւ ակադեմիական քաղաքը, որի մասին խոսում ենք, միայն միջավայր ու ենթակառուցվածք չի, այդ նաև այնպիսի մարդկային կարողությունների համախմբում, որի միջոցով մենք
այդ մրցունակությունը ապահովելու ենք եւ մենք վստահ ենք, որ այս գործընթացի արդյունքում նաեւ մեր բոլոր կրթական հաստատություններում պետք է լինեն մարդիկ, ովքեր սովորեցնում են առաջին հերթին իրենք սովորելով եւ կարծում եմ, որ սա անպայման բաղադրիչն է կրթության համակարգում ներգրավվածություն ունենալու համար։ Բայց պետական մարմինների համար կրթության համակարգի դերը ամենևին էլ այս գործողությունների ամբողջությունը չի։ Կրթական համակարգի դերը ամբողջությամբ պատկերացնելու համար մի կարևոր սկզբունք պիտի հիշենք, որ կրթությունը հանրային բարիք է։ Եվ սա ունի շատ կոնկրետ դրսևորում պետության համար։ Ավելի կրթված հավասարակությունները ունեն ավելի լավ կառավարություններ։ Ինչու, որովհետև կրթված հասարակությունը եւ կրթված մարդիկ դրանք նաեւ քաղաքացիական ավելի բարձր գիտակցություն ունեցող, ավելի մեծ ընդգրկվածություն ունեցող մարդիկ են, որոնք նաեւ այդպիսով կարողանում են գիտակցված որոշումներ կայացնել, այդ թվում օրինակ ընտրությունների ժամանակ։ Դրանք մարդիկ են, ովքեր նաև հանրային հսկողության մեխանիզմների հանդեպ ունեն առավել մեծ զգայունություն, ինչը այդ թվում կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն գործիքներից է։ Դրանք մարդիկ են նաև, ովքեր ավելի բարձր արտադրողականություն ունեն եւ այսպիսով նաև ավելի կրթված հասարակության միջոցով տնտեսական զարգացման ուղիղ հնարավորություն է ստեղծվում եւ այսպես կարելի է բազմաթիվ թվարկումներով շարունակել, ինչը ցույց է տալիս, որ իսկապես կրթությունը այն ճանապարհն է, որով պիտի գնանք մեր պետությունը զարգացնելու ճանապարհին, բայց որ կրթությունը զարգացնելու եւ այդ հարցի պատասխանը տալը նույնքան կարեւոր է, ինչքան կրթական համակարգում զարգացման ուղղված մյուս քայլերը եւ ես կարծում եմ, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը տալիս է այդ հարցի պատասխանը ու ես կարծում եմ, որ կրթական ծրագրերն ու բովանդակությունը պետք է գնան այդ քաղաքականությունը նաեւ կրթական բովանդակություն դարձնելու ճանապարհով եւ սա ուղիղ խնդիր է, որը պետք է լուծվի կրթական ծրագրերի, ուսումնական նյութերի եւ դրան հաջորդող գործընթացների միջոցով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք նաև դահլիճից հարցեր ունենք, բայց ես մինչև դահլիճի հարցերին անցնելուն ցանկանում եմ 1 րոպեի ընթացքում մեր այսօրվա պանելային քննարկման մասնակիցները, պարոն նախագահ, պարոն այգ փոխվարչապետներ եւ տիկնայք նախարարները մեր այստեղ նստած պետական մարմինների աշխատակիցներին եւ այն հատվածին, որը այսօր այստեղ չէ, մինչև 1 րոպեի ընթացքում ինչպես ձեր կարծիքով ինչպես պետք է մենք իրենց մոտիվացնենք, որպեսզի իրենք ավելի լավ աշխատեն եւ դրանով նպաստեն մեր պետության հարատեվությանը իրենց ամեն մեկը իր չափով։ Իհարկե պատասխանը պարոն վարչապետի ելույթում կա։ Իսկապես կա ամբողջական պատասխանը, բայց պետք է գնահատել այսօրվա մեր իրավիճակը։ Շատ կարևոր եմ համարում բոլորիս, որ մենք գնահատենք այն միջավայրը այսօր որտեղ որ ապրում ենք եւ դրանով առաջնորդվենք նաեւ վաղ մյուս օր մեր անելիքներում։ Եթե մենք չկարողացանք գնահատել եւ փորձենք չլուծված հարցերում մեղավորներ փտրել մեզնից դուրս, մենք հաջողության չենք հասնելու։ Ամենակարևորը գնահատել այն ազատությունը, որ ունենք որպես պետություն, այն ինքնիշխանությունը ունենք որպես պետություն, այն անվտանգային միջավայրը, որ այսօր ստեղծվում է, զուտ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, առավել ևս որպես պետական պաշտոնյա, որովհետև դուք բոլորդ մասնակից եք այս միջավայրի ստեղծման համար եւ մասնակից եք եւ պատասխանատու եք։ Ես կուզեի, որ այս գիտակցումով մենք ամեն օր աշխատանքի գանք, մեր անելիքը անենք եւ դրանով կարող եմ ասել նաեւ ամբողջ պետական համակարգի արժեվ դրված խնդիրների ահռելի մասը լուծած կրնենք, իսկ տեխնիկական հարցերի մասին, թե ինչպես դա կարելի անել, ես կարծում եմ ես եւ պարոն վարչապետի ելույթի մեջ եւ իմ գործընկերների այսօրվա մեկնաբանությունների մեջ դրանք կային։ Շնորհակալություն։ Համեցեք, պարոն Գիֆրեն։ Շնորհակալություն, պարոն Պապայան, ես կարծում եմ ամենակարևոր խնդիրը, որ մենք մեր առջև պիտի դնենք ու լուծենք, դա ինքներս մեր աշխատատեղերի նկարագրության վերլուծություն, վերաիմաստավորումը, որովհետև
Այո, մենք խոսում ենք մոտիվացիոն համակարգերի մասին, իհարկե բարձրացությունը շատ կարևոր հարց է, բայց ես կարծում եմ ամենակարևոր հարցը մեր կողմից իսկ ստեղծվելիք արժեքների հարցն է։ Մենք որ գալիս ենք առավոտյան ու ամբողջ օրը անցկացնում ենք աշխատավայրում, մենք արժեք ստեղծում ենք, թե զբաղված, թե մեր ֆունկցիոնալի մի զգալի մասի իմիտատիվ է։ Եթե մենք հանդուրժենք, որ մեր աշխատատեղի նկարագրության մեջ լինեն զբաղմունք անելիքներ, որոնք արժեք չեն ստեղծում ուղղակի իմիտացիա գործունեության, դա խնդրեմ է։ Ոչ մի մոտիվացիոն համակարգ չի աշխատի եւ չի լուծի այդ խնդիրը։ Մենք մեր աշխատանքից պիտի հաճույք ստանանք, այդ պարագայում ես կարծում եմ, որ իսկ մեր աշխատանքը իր դրամաբանությամբ ես կարծում եմ շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր աշխատանք է, եւ եթե տեղում աշխատենք, ես կարծում եմ եւ նյութական մոտիվացիան մեր աշխատատեղի հետ կապված եւ ոչ նյութական մոտիվացիան շատ էականորեն կաճի եւ այդ գաղտնիքը մենք պիտի գտնենք մեր աշխատատեղերում։ Ինքներս մեր աշխատատեղերի նկարագրությունը բովանդակային բերենք այնպիսի վիճակի, որ զգանք, որ մենք գնում ենք աշխատանքի, այլ ոչ թե տեղափոխվում ենք այլ վայր, որպեսզի 6-ից 8 ժամ անցկացնենք այնտեղ։ Այսքան, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ինձ թվում է ինչ-որ իմաստով իմ խոսքը կրկնություն կլինի, բայց նույնից գալով նրանից, որ պետք է ամեն ինչ կապված լինի գլխավոր նպատակի հետ, մենք պետք է մեր մտքում միշտ ունենանք, թե որն է այն ամենաբարձր նպատակը, որի շուրջ պետք է ուղղված լինի մեր աշխատանքը։ Եվ այն միջանկյալ նպատակը, որ մեր հաստատություններում, մեր կազմակերպություններում, որպես մեր ամենօրյա աշխատանքի խնդիր դրված է մեր առջև։ Եթե կապերը հստակեցվեն եւ անելիքները ըստ նպատակների ձևակերպված լինեն, վստահաբար դա այն ճանապարհն է, որը պետք է մեր աշխատանքը դարձնի ավելի արդյունավետ եւ ավելի օգտակար ժամանակի տեսանկյունից, նաեւ իրացունքի տեսանկյունից, այսքան շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Տիկին Գալյան համար։ Ես կարծում եմ, որ պետական աշխատողի ծառայողի առաքելությունը ինչ որ մի բան դեպի լավը փոխելու մեջ է։ Առհասարակ հրաշալի է, երբ մարդը ինքը որոշում է իր կյանքը դեպի լավը փոխել։ Հրաշալի է, երբ նման ցանկություն ունի նաև պետական ծառայողը, բայց այստեղ կա մի գաղտնիք, որ պետական ծառայողը կարող է փոխել ոչ միայն իր, այլ նաև մյուսների կյանքը։ Եվ կարծում եմ, որ ամենակարևոր շեշտադրումը հենց այս գիտակցումն է, որ մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մենք ինչ-որ մեծ բանի մի մասնիկ ենք եւ որ մեր աշխատանքից կախված է ինչպես մեր, այլ նաեւ շատ-շատերի կյանքը։ Ես փորձում եմ որպես օրինակ բերել գործարանի օրինակը, որտեղ մարդիկ աշխատում են ինչ-որ մի արդյունք ստեղծելու համար եւ այդ գործարանում յուրաքանչյուրը ունի կոնկրետ առաքելություն, որը կարող է լինել շատ փոքր։ Այդպիսին է նաև պետական ապարատը եւ շատ հաճախ մեր աշխատակիցները նույնիսկ չեն էլ գիտակցում, թե իրենց աշխատանքի վերջնարդյունքը ինչպիսինն է։ Իրենք չգիտեն, թե իրենց գործընկերը այդ պահին ինչով է զբաղված, իրենք չգիտեն, որ հավաքական առումով իրենց բոլորի աշխատանքը այն մեգա արդյունքն է, որը որ մենք վերջում ստանում ենք։ Եվ ես կարծում եմ լավագույն մոտիվացիան հենց այս գիտակցումն ունենալն է, որ մենք աշխատում ենք, մենք բոլորս միասին աշխատում ենք ինչ որ մի բան փոխելու, ինչ որ նոր, ավելի լավ բան ստեղծելու համար։ Շնորհակալություն, Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն։ Ես ճիշտ ասած կարծում եմ, որ նախ եւ առաջ ինչքան էլ գուցե տարօրինակ հնչի, այ կարեւոր է այսպես միասին հավաքվելը, որովհետեւ միասին գործանելու համար թիմի զգացողությունը եւ պատկանելության զգացողությունը շատ կարեւոր մի բան է։
Ես առնվազն չեմ հիշում վերջին անգամ երբեի այսքան պետական մարմինների աշխատողներ միասին տեսել մի վայրում հավաքված, որը նաև ցույց է տալիս, թե ինչ մասշտաբի աշխատանք է արվում ամեն օր, հաճախ աննկատ։ Իսկ երբ որ աշխատանքը աննկատ է, որտեղ դա կարծես նաև առօրեականության մաս է, այդտեղ շատ հեշտ է ունենալ անբավարարվածության զգացողություն, որտեղ կարծես անում ես մի բան, որը ոչ ոք չի նկատում։ Այ երբ դադար ես անել, բոլորը կնկատեն, որ այդ աշխատանքը չի արվում այլևս, եւ այստեղ կարծում եմ իսկապես կարեւոր է այդ մոտիվացիան եւ արդյունքի հետ կապը տեսնելը, ու սա շատ բարդ է։ Պատկերացրեք մարդ, որը առավոտյան մտնում է աշխատասենյակ, գործ է ունենում միայն թղթերի հետ եւ ինքը պետք է հիշի, որ այդ թղթերի հետևում մարդիկ են։ Ու երբ որ դու անում ես այդ աշխատանքը ամեն օր, այդ զգացողությունը ու այդ կապը կորցնելը շատ հեշտ է։ Իրականության հետ կապը չկորցնելը պետական համակարգի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, ու դրա համար է նաև, որ նորարարությունը խթանելու ձևեր պիտի ունենանք։ Ես մի փոքր օրինակ պատմեմ իմ փորձից։ Այս տարվա մարտից առանձին ընդունելության ժամեր սահմանեցինք միայն ուսանողների եւ աշակերտների համար։ Այսինքն այդ օրը այդ ժամերին կարող են գրանցվել, գալ առանց որևէ նույնիսկ նախնական ասելու, թե ինչ հարցով են ուզում գալ։ Այն տեղեկատվությունը, որ այդ հանդիպումների ժամանակ ինձ փոխանցվում է, ես ոչ մի զեկուցումից, ոչ մի տեղեկանքից, ոչ մի օղակից չեմ ստանում, բայց դրանք հարցեր են, որոնք կարևոր են։ Ու շատ հնարավոր է, որ մեզ թվա, որ մենք ամեն ինչ պատկերացնում ենք եւ զբաղվում ենք բոլոր հարցերով, որ կան, բայց իրականում այդ տեղեկատվության ստացման, շփման, հաղորդակցության խողովակներն է, որ մեզ հնարավորություն են տալիս այդ իրականության հետ կապը չկորցնել։ Ու ես կարծում եմ շատ կարևոր է, որ պետական մարմինների աշխատակիցները պարբերաբար լինեն տեղերում, զբաղվում են հանրակրթությունով, լինեն դպրոցներում, զբաղվում են մեկ այլ ոլորտով, լինեն այն վերջնական շահառու վայրերում, որտեղ կարող են տեսնել իրենց յուրաքանչյուր գրած թուղթը, ինչ արդյունք ունեցավ։ Ու ինձ թվում է, որ այս մեթոդների ու գործիքների գտնելը եւ դրանք մեր համակարգի մաս դարձնելը պիտի նաեւ օգնի այդ մոտիվացիան ձևավորել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք իրականում բազմաթիվ հարցեր ունենք դահլիճից, բայց ժամանակի նաեւ սղության պատճառով ամենակրկնվող մեկ հարցը ես հիմա կձևակերպեմ մեկ, որտեղ նույն նմանատիպ բազմաթիվ հարցեր կան, եւ կխնդրեմ մեր հարգարժան պանելային քննարկման մասնակիցներից ով կցանկանա պատասխանի, եթե ամփոփելու լինեմ բազմաթիվ հարցերի, որ նմանացնեմ, մոտավորապես այսպես է ստացվում, հատկապես մարզերում ձեռնարկատիրական միջավայրը բարելավելու եւ ներդրումներ ներգրավելու համար ինչ միջոցառումներ են իրականացվում։ Երևի թե ավելի շատ փոխվարչապետերը այս հարցին։ Ինչ խոսք, շատ կարևոր հարց է դա, չնայած ներդրումների լոկալիզացիան ես մի քիչ չեմ հավատում, իրան բաժանել ըստ մարզերի կամ, որովհետև ես գտնում եմ, որ այսօրվա ներդրումներ իրականացնելու միջավայրը դա համացանցն է այլևս։ Եվ ըստ էության դա մեր այդպես ֆունդամենտալ ռազմավարական խնդիրներից մեկն է, որ մենք շարունակելու ենք լուծել, մեկ պիտի վերաիմաստավորենք եւ մեզ համար հասկանանք ինչ բան է ներդրումը։ Մենք չպետք է ներդրմանը այլևս վերաբերվենք որպես տրադիցիոն գործընթաց, որ ինչ որ մեկը տոմս առնում ինքնաթիռով գալիս է Հայաստան, ինչ որ ճամպրուկով միջոցներով ու փորձում է գործարան կառուցել։ Չկա այսօր այդպես չի այսօր ներդրումների իրականացման գործընթացը։ Այսօրվա ներդրումները դա դիվերսիֆիկացված փոքր բաժնեմասեր են, որոնք շրջանառվում են բորսայական կանոններով, շատ ցանկալի է, որ նաև միջազգային շուկաներում եւ գնորդը դա գնում է որպես փոքր բաժնեմաս X գաղափարի, X ընկերության կամ X ստարտափի պարագայում։ Այլ ներդրում այլևս ոչ մեկը այլ ձևով ներդրումները ես կարծում եմ հերանեկար չունեմ, որովհետև ցանկացած կապիտալի տեր
լինի դա անձնական խնայողություն, թե լինի դա ենթադրենք ինվեստիցիոն ընկերություն, միևնույնն է դիվերսիֆիկացիա փնտրում, եւ ինչքան շատ լինի այդ դիվերսիֆիկացիան ու ինչքան շատ փոքր կտորներով դա տեղաբաշխված լինի, իր եւ նույնիսկ անհատի համար այդքան ավելի քիչ են ռիսկերը, այդքան ավելի հետաքրքիր է նոր գաղափարները բիզնեսի եւ այդ իմաստով այդ տրամաբանությամբ եթե հարցին նայենք, այդ խնդրի պատասխանը ես կարծում եմ հետեւյալն է. մեր բիզնեսները պետք է սովորեն իրենց մասին պատմել։ Դա բիզնեսի կանոն է, որը տրադիցիոն ցավոք սրտի Հայաստանում այդքան զարգացած չի եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որ դա զարգանա, որովհետեւ ազդագիրը եւ ի վերջո գաղափարի մասին խոսելը հանրության հետ եւ պոտենցիալ ներդրողների, դա այլևս պարտադիր կանոն է, որը պիտի նաև կարծում եմ պարտադիր դառնա Հայաստանում։ Այդ պարագայում ես վստահեցնում եմ, որ ներդրումների պոտենցիալ ներդրողների շրջանակը լոկալից կդառնա մեծ աշխարհ, որովհետև ներդրումներ ցանկանում են անեն աշխարհում միլիարդավոր մարդիկ եւ մի տասնյակ միլիոնավոր ընկերություններ, բայց մենք իրանց չենք պատմում մեր մասին։ Եվ այդ իմաստով պոտենցիալ շրջանակը ներդրումների եւ ներդրողների էականորեն փոքրանում եւ նեղանում է, որը կարծում եմ մենք պիտի հաղթահարենք ու փոխենք այդ դրամաբանությունը։ Ես շատ կարճ, էլի տնտեսագիտության տեսություն հիշեցի։ Հայտնի Ադամ Սմիթը ասում էր ներդրումների համար ինչ են հարկավոր՝ խաղաղություն, ցածր հարկեր եւ խելամիտ օրենքներ։ Առաջնորդվենք դրանով։ Շնորհակալություն։ Ես հիմա ունեմ երկու հայտարարություն։ Առաջինը ես խնդրում եմ մեր լսարանը, մեր մեծ դահլիճը այժմ նորից մուտք գործի սլայդո հարթակ։ Եթե սլայդո հարթակում ձեր մուտքը չի պահպանվել, խնդրում եմ կրկին սկանավորել QR կոդը եւ միանալ սլայդո հարթակին, որպեսզի կարողանանք անցնել մեր հանդիպման շատ ինտերակտիվ, հետաքրքիր մի հատվածի, որը երկար չի տևելու, բայց շատ հետաքրքիր է լինելու։ Մենք ձեզ կներկայացնենք մի շարք հարցեր եւ 1 րոպեի ընթացքում կխնդրենք պատասխանել շատ հակիրճ, 1-2 բառով եւ այդ հարցերի պատասխանները նաեւ մեր էկրաններին կերևա, սա մեկ, եւ երկրորդ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պանելային քննարկման հարգարժան մասնակիցներին եւ նրանց խնդրել, որպեսզի իրենք զբաղեցնեն իրենց տեղերը։ Արգելի ներկաներ, այժմ 7 հարց է հնչելու, որից թերևս ամենահետաքրքիրը իմ կարծիքով ամենավերջինն է լինելու, պատասխանելու համար մեկական րոպե ժամանակ ենք ունենալու եւ առաջին հարցը ամենամեծ խնդիրը, որին բախվում եք ձեր գործունեության ընթացքում, 1 րոպեի ընթացքում կխնդրեմ պատասխանեք, ամենահաճախ հնչող պատասխանը ամենամեծ տառերով է լինելու։ Տեսնում ենք այս պահին ամենաշատ կրկնվող պատասխաններն են բյուրոկրատիան, ժամանակի սղությունը, կադրային հարցերը, անարդարություն, անտարբերություն։ Երևի թե կարող ենք արդեն անցնել հաջորդ հարցին։ Հաջորդ հարցը նորից 1 րոպե, ինչպես եք դուք ուժեղացնում պետությունը։ Տեսնում ենք հիմնական պատասխանը նորից աշխատանքն է, նվիրված աշխատանքը, իմ աշխատանքը, աշխատելով, ես կարծում եմ դրանք նույն տրամաբանության մեջ են, բայց կա նաև այլ կարևոր պատասխաններ իմ կարծիքով՝ կրթվելը, սրտացավությունը, նվիրումը, հարկեր վճարելը, սիրելը, թվայնացնելը եւ մնացած ինքնակրթությունը, սերը, ես կարծում եմ, որ հիմնական
մի քանի պատասխաններ են, որոնք որ անընդհատ կրկնվեցին, երևի կարող ենք անցնել արդեն հաջորդ հարցին։ Երրորդ հարցը այսպեսին է. ի՞նչն է ձեզ խանգարում ավելի արդյունավետ լինել աշխատավայրում։ Խնդրեմ, 1 րոպեում փորձենք պատասխանել։ Ղեկավարը ամենամեծ ակտիվությունն այս հարցի ժամանակ է։ Աշխատավարձը, մոտիվացիան, նորից մոտիվացիայի պակասը ոչինչ չի խանգարում մարդիկ կան, որոշ ընկերների ղեկավարն է խանգարում, ոմանց աշխատավարձը, բյուրոկրատիան, ցածր աշխատավարձը, ժամանակը, երկար աշխատաժամանակը, զանգերը, մալբերին, ռեսուրսների պակասը, վատ ղեկավարը եւ այլն։ Երևի թե այս հարցն էլ արդեն པարզ է, իր պատասխանը ստացավ, հաջորդ հարցին կարող ենք անցնել, ինձ թվում է, բայց հիմնականը այդպես աշխատավարձն է ամենամեծը կարծես թե։ Ինչն է ձեզ մոտիվացնում ավելի լավ արդյունք ցույց տալու համար։ Փորձենք 1 րոպեում պատասխանել։ Փողը, աշխատավարձը, ղեկավարը, սերը, պարգևավճարը, գնահատված լինելը։ Այս պահին կարծես թե գնահատված լինելը ամենաառաջին տեղում է։ Աշխատավարձը գնահատված լինելը նաև կան այլ պատասխաններ, որոնք այս կամ այն կերպ առաջին երկուսի հետ ոնց որ թե բոլորը առնչություն ունեն։ Շնորհակալություն, անցնենք հաջորդ հարցին, որ գործոնն է ամենակարևորը պետական համակարգում առաջխաղացման համար։ Նվիրումը, աշխատավարձը, պատասխանատվությունը, փողը, ծանոթը, պրոֆեսիոնալիզմը, կրթությունը, ազնվությունը, պատասխանատվությունը, աշխատասիրություն, համախմբվածություն, քթածակ, կոմպետենտություն, Եթե նայենք աշխատավարձը, գիտելիքը, պրոֆեսիոնալիզմը, կրթությունը, պատասխանատվությունը, երևի թե հիմնական հանդիպող պատասխաններն են։ Մասամբ ծանոթը, շատ լավ։ Շնորհակալություն, անցնենք հաջորդ հարցին, որ գործոնն է ամենաշատը խանգարում տնտեսական զարգացմանը։ Պարկինգը, աշխատավարձը, կոռուպցիան, հարկերը, հողը, օրենքները, տեսնում ենք խցանումները, հարկերը, շատ լավ։ Այս դեպքում էլ կարծում եմ ավարտենք եւ գանք հաջորդը վերջին հարցը, որը իմ կարծիքով հետաքրքիրն է լինելու։ Այո կամ ոչ պատասխան ունի։ Արդյոք կողմ եք, որ աշխատաժամանակը կրճատվի 1 ժամով եւ աշխատանքը սկսվի 8:00-ին, ավարտվի 16:00-ին։ Հուսով եմ քիչ աշխատելը չի նշանակում Քիչ աշխատելը նշանակում է արդյունավետ աշխատել, հետաքրքիր կլիներ տոկոսների մասին էլ նայել, ոնց որ թե մոտավորապես 20-80 է հարաբերակցությունը, 80%-ը այո կողմ են արթնանալ օրինակ առավոտյան 6-ին, գնալ աշխատավայրում լինել 8:00-ին, աշխատանքը ավարտել 16:00-ին եւ 20%-ը կողմ չեն եւ երևի թե ցանկանում են այս տրամաբանությամբ շարունակենք։ Շնորհակալություն, սա էր մեր հարցումը, քուիզը։